Հարցը շատ անգամներ են տալիս, բազմաթիվ մարդկանց անհանգստացնում է, եթե դաշտանը չկա, թեստը ցույց չի տալիս, որ թեստը թույլ է ցույց տալիս, չգիտեմ, ես տամ։ Ժողովուրդ, ինչ եք այդքան ձեզ տանջում։ Ասենք ամեն ինչ այնքան պարզ հասարակ է, դուք սպասում եք ամսի 1-ին, որ պետքա դաշտան ունեցան, 1-ին չունեցաք դաշտան, 2-ին չունեցաք, 3-ին, ամսի 7-ն է դաշտան դեռ չկա, մի շաբաթ ոնց որ ուշացել է, թեստը դնում եք, հղիություն ցույց չի տալիս, թեստը համենայնպես բացառում է։ Թեստի բացառելը չի բացառում հղիությունը, սկսենք այդտեղից։ Անիմաստ ձեզ տանջելու փոխարեն, որտեղ ես իմ պացիենտներից եմ հաճախ այդ նամը, բժիշկ, հələ մի հատ տեսեք թեստը ոնց որ մի քիչ թույլ, մի քիչ այդ հարցը այնքան հեշտ լուծման տարբերակ ունի։ Ընդհանրապես մտնում եք ցանկացած մի հիվանդանոց, մի լաբորատորիա եւ հանձնում եք հղիության անալիզը։ Արյան միջոցով կոչվում է ԽԳ, խորոնային գոնադոտրոպին։ Ասենք դա չի կարա սխալվի, էլի։ Եթե թեստի ժամկետը կարանց լինի, դուք տեխնիկապես այն սխալ եք օգտագործում, ինստրուկցիայում ասում է պետքա տեղադրեք առավոտվա մեզի մեջ, դուք տեղադրել եք ցերեկվա մեզի մեջ եւ այլն, հա, ասենց կասկածում եք մի հատիկ արյան անալիզ եք ուղղակի հանձնում եւ իմանում եք հղիություն կա թե չկա, ինչի է ձեզ այդքան տանջում, չգիտեմ, չեմ պատկերացնում, ես կարծում եմ այդքան տանջելու կարիք ուղղակի չկա։